Ինչ կարծիք ունեք գումարով զինվորական ծառայությունից ազատվելու օրենսդրական նախագծի մասին։ Դե երևի բոլորը գումարով կազատվեն, մեր հայրենիքն էլ չեն պաշտպանի։ Չէ, չեմ ուզում որ տան ազատվեն, որտեղ մարդիկ այդքան գումար չունեն, որ տան ազատվեն։ Պետքա ծառայի, բայց խաղաղ պայմաններում, լավ պայմաններում, սա աբսուրդ է, ես չգիտեմ։ Իս կարծիքով դա ճիշտ չէ։ Դե հա բոլորը պետքա ծառայեն, եթե հայրենիքի համար է։ Չէ, դա սխալ է, ոնց է, պետք է ծառայեն։ Որ ծառայում են, ավելի լավ մարդ են դառնում, ավելի լավ են նայում աշխարհին, կյանքին ուրիշ ձևի, էլի, ավելի լավ մտածում են, ավելի ծանրակշիռ են դառնում, ոնց ասեմ, չգիտեմ, ես զգացել եմ, որ ովքեր որ մի քիչ ուրիշ ձև են եղել, բանակից հետո լրիվ փոխվել են։ Դրա համար պետքա ծառայել, ափսոս է այդ գումարը, ուրիշ բանի վրա կծախսեն։ Պետքա ցանկացածն գնան եւ ծառայեն։ Չէ, պետք է ծառայեն։ Ես ծառայել եմ իմ աղթով այդպես բան չի եղել։ Ու կողմ եմ, ինչ եմ։ Թող բոլորն այդտան ծառայեն, բանակը տեղու համար է։ Թող բոլորն այդտան ծառայեն, բայց ոչ փողով։ Ազատվին։ Ես ծառայել եմ, հիմա էլ պատրաստ եմ ծառայելու։ Բոլորը պետք է ծառայեն։ Որպես սուրբ պարտականություն։ Պետք է բան։ Կարծում եմ տղամարդու համար մեկ պարտքը հայրենիքի հանդեպ դա ծառայությունն է։ Ես ինքս զինծառայող եմ, կին եմ, եթե ես ծառայում եմ, բնականաբար նորմալ եմ համարում, որպեսզի տղամարդը ծառայի, դա հայ տղամարդու առյուծ տեսակին դեմ սկզբունք է, անկեղծ որ ասեմ։ Որտեղ աննորմալություն է դա։ Ինչ, մենակ է խեղճերի վրա պետք է մնա, այս հայրենիքը։ Փող ունեցողը հայրենիք պետք է չունենա, այ մենակ դրա համար։ Ու սրա ամեն ինչը սխալ է։ Իհարկե ոչ, որովհետև կարիք չկա հարուստի աղքատի տարբերակներ են մարդկանց մեջ, շատ սխալ եմ համարում։ Ես տղա չունեմ ու լավա որ չունեմ։ Ինչի համար իմ այսքան երեխեքին տարան գլուխները կերան, ինչի համար։ Փաշյանի համար, որ իր կինը այտենց իրան ցույց տա։ Դե նորմալ է այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է, նորմալ է։